Մենք համադրել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալների հավասարությունը։ Ադրբեջանը զարգանում է տարեկան 1.5%-ով, նրանցն է մոտավորապես 80 միլիարդ դոլարի կարգի հիմա։ Հայկական հնան մոտավորապես 23-24 միլիարդի առանձին հաշվարկներ կան, մենք զարգանում ենք մոտավորապես 5-6%-ով։ Եվ պարիտետը, որը հնարավոր է երկրների միջև հաստատել տնտեսական, եթե նույն զարգացման տեմպերը մնան, մենք նրանց հետ կհավասարվենք 2054 թվականին, բայց խնդիրը հետևյալն է, եթե մեր զարգացման տեմպը լինի 12% գոնե, ոչ թե 5-6%, ընդ որում բավականին կասկածելի, որտեղ մեթոդիկաների հետ կապված խնդիրներ շատ կան, էլի։ Եթե մենք ունենք 12-13%-անոց զարգացման տեմպ ունենանք, մենք կհավասարվենք նրանց հետ 37 թվականը, 2037 թվական։ Իսկ հավասար տնտեսական պոտենցիալը դա նշանակում է հավասար ռազմական սպառազինության մակարդակ։ Եթե դրանից զատ մենք հաշվի առնենք, որ ադրբեջանական տնտեսության այդ հնայի զգալի մասը կազմում է նավթի արդյունահանումը եւ նավթի ոչ թե երկրորդական, երրորդական կամ խորը օգտագործման այս աշխատանքները, այլ պարզապես արտահանումը նավթը եւ գազը, չէ, իսկ հայկականի մեջ հիմնական մաս կազմում է գիտելիքահեն, ընդհանրենք արտադրությունները, գիտելիքահեն եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, հատկապես տելեկոմունիկացիայի եւ մնացած բնագավառներում մենք նրանցից անպայման առաջ ենք անցնելու։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Օգտագործել ադրբեջանական բենզինը, ադրբեջանական ընդհանրենք որևիցե բան, դրանով օժանդակենք, որ նրանք ընդհանրեն զարգացման տեմպը բարձր լինի, դա պարզապես հրաժարվենք եւ աշխատենք մենք այս ամեն ինչը կատարել այնպես, որպեսզի մեր մեջ տնտեսական պոտենցիալը արագորեն հավասարվեն։